Բարև ձեզ երեխեք, բարև ձեզ։ Այդ խարույկի տաքությունը բաց ձեզ հասնում, հա։ Սիրելի աշակերտներ, սիրելի ուսուցիչներ, շատ ուրախ եմ բոլորի տեսնելու համար եւ ողջունում եմ բոլորի եւ հարգելի գործընկերներ, տիկին նախարար, պարոն մարզպետ, համայնքի ղեկավար։ Հիմա փաստորեն այս փուլում մասնակցելու են որ փուլից մարզերում հաղթած թիմերը յուրաքանչյուր մարզ, այո, 11 թիմ։ Ահա, հիմա ավանդույթի համաձայն ծանոթանանք, տեսնենք որ թիմերն են եկել հասել եզրափակիչ փուլին։ Ես Եվա Խաչատրյանն եմ, անցած տարի մասնակցել եմ, երկրորդ հորիզոնականին գրավել։ Եզրափակիչում, այս հատվածում, բա ումից պարտվեցիք։ Կիրովականցիներին։ Եկել են այս տարի կիրովականցիները։ Ստեղ են հաղթած կիրովականցիները, այո, էստեղ են, ահա, հիմա իրանց հետ խաղալու եք։ Երև։ Ահա, շատ լավ, Երևանի 104 դպրոցը, 4 հոգով եք, 2 տղա, 2 աղջիկ, շատ լավ։ Մենք ներկայացնում ենք Արմավիրի մարզը, Քարակերտի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցը։ Մենք անցած տարի չենք մասնակցել, բայց այս տարի մասնակցելով անցանք եզրափակիչ փուլ։ Շատ լավ, իսկ անցած տարին չի չէիք մասնակցել։ Տեղյակ չենք եղել։ Մենք նույնպես ներկայացնում ենք Վայոց-Ձորը, անցած տարի մարզային փուլը։ Բայց որ դպրոցը։ Եղեգնաձորի վարժարան։ Առաջի տարին որ մասնակցում ենք, անցած տարի մարզայինում երկրորդ տեղ ենք ընկել, ուրիշ թիմեր եկել։ Այս տարի մենք ենք եկել, հուսով ենք լավ արդյունք կգրանցենք։ Մենք էլ ենք հուսով, շատ լավ փոխանցեք։ Ներկայացնում ենք Արմավիրի մարզը, այս տարի նույնպես բախտ է վիճակվել մեզ ներկայացնել Արմավիրի մարզի շահերը այս մրցաշարում։ Բայց մեր մոտ տարիքային խմբերով է, չէ՞, կա 2 տարիքային խումբ, 2 տարիքային խմբում էլ տղաները առանձին մրցաշար, աղջիկները առանձին մրցաշար, ճիշտ եմ հիշում։ 2 տարիքային խումբ, այո, 5-ից 9-րդ դասան եւ 10-ից 12-րդ դասան։ Այսինքն գործնականում մենք քանի առաջի տեղ ենք ունենում։ Ունենում ենք 4 առաջին տեղ, 4 առաջին, 4 երկրորդ եւ համապատասխան 4 երրորդ։ Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Լոռու մարզը, Վանաձոր քաղաքը, անցած տարի դարձել ենք չեմպիոն, փոքր տարիքայինների մեջ։ Բայց այս տարի մասնակցում եք արդեն ավակների, թե էլի Չէ, էլի փոքրի մեջ։ Այսինքն նույն թիմն է, չեմպիոն դառած թիմն է, հա, բոլորը կենտրոնանալու են ձեզ հաղթելու վրա փաստորեն։ Շատ լավ։ Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը ու մենք էլ անցած տարի գրավեցինք առաջին տեղը։ Ոնց 2 առաջի տեղն էլ անցած տարի Վանաձորն էր։ Այո։ Հա դրա համար են ասում, հա մենք այդ վանաձորցիներին պարտվեցինք։ Շատ լավ։ 2 թիմն էլ այս տարի այդ նույն տրամադրությամբ են եկել, հա։ Իհարկե։ Այո, շատ լավ։ Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Սյունիքի մարզը, Սիսիանի շրջան, Գորհայքի միջնակարգ դպրոցը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն նման մրցաշար կազմակերպելու համար։ Մենք ներկայացնում ենք Օտայքի մարզը, Նորհաճն համայնքի 3-րդ հիմնական դպրոցը եւ Նորհաճն համայնքի ավագ դպրոցը։ Բարի երեկո, հարգելի վարչապետ, մենք ներկայացնում ենք Շիրակի մարզ, Գյումրու թիվ 24 հիմնական դպրոց եւ Ֆոտոն վարժարան։ Այս տարի եւս նոր կազմով, նոր թիմով մասնակցում ենք եզրափակիչ փուլին։ Երեխեք, դե լավ, կամանց վեր կացեք տեղափոխվեք։ Իսկ հիմա եկեք խնդրենք, որ ներկայանան մեր այն աշակերտները սիրելի, ովքեր եկել են ոչ թե մրցույթին մասնակցելու, այլ մրցույթի մասնակիցներին լիցք եւ էներգիա հաղորդելու։ Ումից սկսենք։ Ես Մարգարիտ Սուսաննան եմ, 14 տարեկան, այսօր կներկայացնեմ իմ գրած հեղինակային երգը։ Ինչպես է կոչվում երգը։ Ճամփաներ։ Շատ լավ, հիմա լսենք։ Ես երգեր միշտ երգում, ուղիներ բոլոր, տեսնես ուր եք ինձ տանում, ուր է տանի ինձ ճամփան, թեկուզ տանի հեռուն է, թեև օտար մի աշխարհ, միայն թող հնչեն երգեր, ճամփաները ինձ տանում է,
անհաս երազներ ճամփաները ինձ տանում են դեպի անհայտ հարուներ հորիզոնը ուղեկցում է դեպի անհաս երազներ հորիզոնը ուղեկցում է դեպի անհաս երազներ Իսկ քանի երկու ես գրած։ Առաջինը, բայց երկրորդը Առաջինը, շատ լավ է։ Ես Բաբարյան Արփինեն եմ, եկել եմ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից։ Լուսին նայած, քաղաքին քնած, ու գիշերը հանգած, ինչ-որ բան շշնջաց, Լուսին նայած, այն շանը քնած, որ բարգել էր անշարժ, սև հողում մոխրացած, Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ դիրքեն, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել, Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ դիրքեն, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել, Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ դիրքեն, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել Շատ լավ, շատ լավ։ Խնդրեմ մեր հաջորդ մասնակիցը։ Ձեռքերում է իմ սրտի ամեն մի զարկ, ես առանց քեզ անեացած եմ դատարկ, դու քեզանով լցրել ես վայրկյանները իմ, ամենախենթումը դերին, քո աչքերով եմ ես նայում այս աշխարհին, դու միշտ եղել ես իմ կյանքի ճանապարհին, հիշողությանս մեջ արդեն չկա դրվագ, որտեղ չկան սոկուց նվագ, ոնց եմ ուզում, կյանքից բացի լինես ու իմ երազում, որ չկորցնենք իրար ուրիշ աշխարհում, կամ հանդիպենք մի այլ դարում, ոնց եմ ուզում, կյանքից բացի լինես դու իմ երազում, որ չկորցնենք իրար ուրիշ աշխարհում, քո ձեռքերում է իմ սրտի ամեն մի զարկ, ես առանց քեզ անեացած եմ դատարկ, դու քեզանով լցրել ես վայրկյանները իմ, ամենախենթումը դերին Շատ լավ, հաջորդ մասնակիցներ։
Սլիսնում ես քեզ բարով մնաց ոսե հազար տարում ես իմ սրտում անյութը կանգ երկեմ մենք անպայման կհանդիպենք և փողոցում շագորույս անցորդների ջամփին ըմբար վերոների մենք անպայման կհանդիպենք երբ ասելիս ինեմ ես քեզ պարում մնաս գուցե հազար տարում ես իմ սրտում անյութը կանգ երկեմ մենք անպայման կհանդիպենք Շատ լավ, բայց հիմա ես առաջարկում եմ, քանի որ հարցեր են հասունացել, մի քանի հարց լսենք, խնդրեմ, ինչ հարց ունեիք։ Թորջան Գառնիկ, Գեղարքունի Սարոխյանի TV2 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, դպրոցում առաջին ատեստավորված ուսուցիչն եմ, ճիշտ 80%-ով ընդամենը անցա։ Քիչ է 80%-ը իբր։ Այո, իմ համար քիչ է, որտեղ ես միշտ ձգտում եմ ավելին, աշխատում եմ շատ լավ, աշխատում չբողոքեմ ու շարժվում դեպի առաջ։ Փոքրիկ հավելում անեմ, նաև որ աշխատում եմ փրկարար ծառայությունում նույնպես ատեստացիան անցել եմ ու նույնպես առաջինն եմ անցել այդ ատեստացիան ընդհանուր փրկարար ծառայությունում։ Եթե ուզենանք բողոքենք, եթե սկսենք բողոքել, հենց հիմա գիտեք ինչքան կարող են բողոքել, անսահման կարող են բողոքել։ Թե ռակետները, թե սեղանները մենք ձեռք ենք բերի ինչի համար, որպեսզի լավ խաղանք, կամ մրցանակային ֆոնդը հաղթենք ու ձեռք բերենք արդեն նաև պրոֆեսիոնալ ռակետներ։ Անձամբ ես ունեմ տենիսի սեղան, բավականին լավը, այդ սեղանը ես անձամբ տարեդրել էի դպրոցում, որպեսզի երեխաները խաղան, կմաշվի ինչ կերնի, ինչ չէր հետաքրքրում։ Հետաքրքիրն է, որ 3 տարի մոտավորապես այդ սեղանին ոչ մեկ մոտիկ չէր գնում։ Կազմակերպվեց վարչապետի գավաթը, հիմա ունեմ ես 50 աշակերտ, ովքեր դուրը դալիճի ջարդելով, որ բայ մեր պարապմունքը երբ է ոնց, մենք այսօր պարապմունք չունենք, 50-ից ավել երեխա։ Չեմ հասցնում իրանց պարապեմ, ինչի 50 ոչ թե ավելի շատ, որտեղ ֆիզիկապես զուտ չեմ հասցնում։ Եվ փրկարար ծառայությունում, եւ ստեղ ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնում, թե շատ ավելի շատ կլինի։ Եկեք մի քիչ ավելի շատ սեփական անձի վրա աշխատենք, պարապենք, փորձենք հասնենք այդ մակարդակին։ Շնորհակալություն։ Ես դերձում եմ հատուկ շնորհակալություն հայտնեմ, որ երկու ծրագրով էր ատեստավորվել ենք։ Դա հենց այն է, ինչը որ մենք ուզում էինք եւ այդպես կշարունակենք։ Վանաձոր TV դպրոց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լևոն Հովհաննիսյան։ Մենք անցած տարի հաղթել ենք այս մրցաշարը։ Ես ով ինձ ճանաչում է գիտի, մեր թիմում 4-ից ոչ մեկը այդ պահին ավագ դպրոց սովորողները եւ ուսուցիչները գիտեն, աշակերտները ժամանակ չունեն սպորտ դպրոց գնալու, բայց բոլորը պարապել են 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանում տենիս պարապել են։ Վարչապետի գավաթ մրցաշարի շնորհիվ խճուղավազքից 2 անգամ 3-րդ տեղ են գրավել։ 1.5 միլիոն, 3 միլիոն դոլար ենք գնել, որից 2 դահլիճներ ենք վերանորոգել։ 1 միլիոն դրամի ես գույք եմ առել։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչները շատ լավ հասկանում թե ինչ արժանացել 1 միլիոն դրամի գույք առնել։ Ֆուտբոլի դարպասներից սկսած դահլիճներում։ 4-ին ընտրելու համար մեր դպրոցում 40 հոգի մարդ է մասնակցել առողջությանը, ով հաղթել է, նայել եկել է։ Այդ 4-ին արդեն ուսուցիչներն են խնդրել դասից, ամեն են պարապել են։ Շատ ճիշտ բան եք ասում, այդ դպրոցի 50-ներ կարան ասեն, ասեն, բա իրանք թենիսի են գնում, անարդարավոր են։ Դուք եք նայեք։
Իսկ հիմա մեր երաժշտական մասի չեմպիոններին դուք պետք է որոշեք ձեր ծափերով։ Մարգարետ Սուսաննա, հիշում եք, իր հեղինակային երգը երգեց գիտարով նվագակցությամբ։ Ինչքան դուր եկավ իր ելույթը ձեզ։ Երկրորդ Լուսիններ երգում էլի գիտարով նվագակցությամբ։ Ինչքան դուր եկավ ելույթը։ Հաջորդը էլի գիտարով Գորսուջանի երգը երգեց, ինչքան դուր եկավ ելույթը։ Մեր երրորդ ջութակով նվագեց Տիգրան Մանսուրյան, ինչքան դուր եկավ իր ելույթը։ Շատ լավ, հաջորդը ելույթ ունեցավ մեր կանոնահարույհին, հիշում եք կանոնով, ինչքան դուր եկավ իր ելույթը ձեզ։ Շատ լավ, հաջորդը ելույթ ունեցավ մեր պարուհին, ինչքան դուր եկավ իր ելույթը ձեզ։ Հաջորդը դուր եկավ մեր փոքրիկ տղան, ինչքան դուր եկավ իր ելույթը ձեզ։ Շատ լավ, հաջորդը ելույթ ունեցավ գիտարի ուսուցչուհին, երիտասարդ պատանի, ինչքան դուր եկավ իր ելույթը ձեզ։ Շատ լավ, հաջորդը իր ուսուցչի երգով, ինչքան դուր եկավ իր ելույթը ձեզ։ Հաջորդը երգեց Մասիսից մեր աղջիկը, ինչքան դուր եկավ իր Հիմա իմ տպավորությամբ ամենաշատը վերջին ելույթ ունեցող ինձ ապահովեցի Արմոտի, համաձայն եք, հաստատում եք, ուրեմն առաջին մրցանակագիրը կստանա 150,000 դրամ մրցանակ, բայց երկրորդ մրցանակը 100,000 դրամ մրցանակը կստանա Կոտայքի ներկայացուցիչը։ Երրորդ մրցանակը կստանա 50,000 դրամ Երևանի ներկայացուցիչը իր ուսուցչի հեղինակային երգով։ Մյուսներին շնորհակալություն եմ հայտնում եւ եկեք բուռն ծափահարություններով ողջունենք բոլորին եւ այսօրվա երեկոյի համար բոլորին շնորհակալություն եմ հայտնում։